Շատ լավն եք։ Նորից եմ ասում, շնորհակալ եմ մեր սիրելի հովիվներին այս ժամի այս վայրկյանների համար։ Սիրտս ցնծում է, ուրախ եմ, որ ես ձեր մեջ եմ եւ հավատում եմ, որ այն, ինչ որ Աստված սկսել է, ինքն էլ ավարտին կհասցնի այսօրը, քանի որ այնքան է սիրում կին Արմատին կնոջը, որ մեկ ամսյակ նվիրեցին մեզ։ Ոչ թե մեկ օր, ժամանակ մեկ օր էր, հիմա մեկ ամսյակ։ Եվ մենք գիտենք, որ հավաքվել են կանացով մեկ ամսյակի առիթով, այդպես է թե ոչ։ Նախ շնորհավորում եմ բոլորիդ գարնան օրը։ Թող ձեր սրտերում միշտ լինի գարուն։ Գարունը զարթունքի ամիս է, գարունը կենդանության ամիս է, գարունը կյանքի ամիս է։ Գարնանը ծաղկում են, գարնանը փտտում են, գարնանը ամեն ինչ դառնում է ուրիշ, մարդկանց սրտի մեջ էլ է սերը ավելցուկով լցվում գարնանը, որովհետև գարունը ինքը հենց կյանք է։ Թող ձեր սրտերում միշտ գարուն լինեն, բայց գարունները ձեր կյանքում գան ու գնան չմնան, որ դուք ապրեք Աստծո հետ ու հավերժությունը ժառանգեք։ Սիրում եմ բոլորիդ, օրհնում եմ Հիսուս Քրիստոսի անունով եւ հավատում եմ Սուրբ Հոգու ներկայությունը այս վայրի մեջ լցնելու է ձեր սրտերը եւ հիմա էլ է լցնում։ Տալու է ձեզ այն, ինչ ակնկալիքով որ եկել ես։ Խնդրում եմ ինձանից ոչինչ չսպասես, ես տալու ոչինչ չունեմ։ Ինչ էլ ունեմ, Տերից է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Երբ դու ջուրը լցնում ես բաժակի մեջ, դու չես ակնկալում բաժակից։ Դու ակնկալում ես այն հեղուկը, որ պիտի խմես, որովհետև այդ անոթը ոչինչ է, նրա միջի լցվածն է, իսկ ինձ լցրել է, լցնում է ու հավատում եմ դեռ լցնելու է Աստված, որովհետև ես ուխտ ունեմ իր հետ, որովհետև երբ որ ես սատանայի ծառա էի, նրան էի ծառայում, շատ ժրաջան, բայց ես այսօր Տիրոջ ծառան եմ, կրկնակի եմ որոշում կայացրել գնալ իր հետևից, ծառայել իրեն, եթե ասի այստեղ ջրել է պետք, կգնամ այդ դաշտում կջրեմ, քախանել է պետք, կգնամ, մոլախոտները պոկել է պետք, կգնամ կպոկեմ, միայն թե Տեր, քո տանը տնկված լինեմ, հորդորում եմ ձեզանից յուրաքանչյուրին սիրելիներս, երբեք մեկտեղ հավաքվելը մի թողեք, գիտեք որքան կարևոր է, Հավատացեք շատ կարևոր է, ունես խոչընդոտ չես կարողանում եկեղեցի կամ խմբակ գնալ, աղոթի, այդ խոչընդոտները Տերը հեռացնում է, ունես ինչ-որ տեղ, որ եկել ես ու քեզ թվում է ելք չկա, հավատա դա է ելքը, աստիճան է վերև բարձրանալու, որտև այդ մեկնած ձեռքը երկնքից քեզ բարձրացնում է վերև, Կարևոր է, մյուս պատվիրանների նման, տեսեք պատվիրեց, մեկ տեղ հավաքվելը չթողեք, որովհետև սատանան ինքը գիտի ինչպես խարխլի, ինչպես գողանա, ինչպես պոկի, ինչպես նորից քեզ քաշի ու տանի աշխարհ, ինքը գիտի, չլինի որ գա ժամանակ ու մտածես միայն պիտակով հավատացյալ մնացիր, բայց բաղադրությանդ մեջ չկա Սուրբ Հոգին, չկա Աստված, կարևոր է սիրելիներս, շատ կարևոր է լինել եկեղեցում, լինել միասին, լինել միաբան, գիտեք ինչ, ես այս ճկույտով չեմ կարող 10 լիտրանոց դույլը բարձրացնել, իսկ իմ 5 մատով կարող եմ բարձրացնել Եվ եթե դուք առանձին ամեն մեկը ինչ-որ միտեղ տան մեջ նստած կամ աշխարհում մտածեք, որ չէ, դե ես հավատացյալ եմ, ոնց հավատացյալ եմ, հավատացյալը թանկս, թանկագինս պիտակով չի լինում, հավատացյալը բաղադրությամբ է հավատացյալ։ Մենք ունենք կարգախոս քրիստոնյակին, կարդացել եք բոլորդ, համարում ես քեզ քրիստոնյակին, թափահարիր ձեռքդ, թափահարիր, Փառք Տիրոջը քեզ համար։ Ես քրիստոնյակին եմ արդեն 32 տարի, 32-33 տարի։ Սատանայի ծառա լինելով, ես չէի ուզում ճանաչել Աստծուն։ Սատանայի ծառա էլ չեմ դարձել իմ կամքով։ Պարզապես մի օր ծնկել ու ասել եմ, որ հոգի սար պրծնեմ։ Իսկ ով էր իմ Աստվածը, ով էր իմ թագավորը։ Սատանան էր, եթե Քրիստոսին չունեի։ Հա, գիտեք ինչ, մեջտեղի վիճակ չկա, կամ խավարինն ես, կամ լույսինն ես, ես խավարինն էի, որովհետև ես ասեցի առ հոգիս պրծնեմ, ինչից պրծնեմ,
Ամեն ինչ ունեի լավ ապրելու համար, բայց խավար էր ներսս։ Կույրը կույրին առաջնորդի փոսը կընկնի։ Տարել էր իմ միտքը, իմ կարողությունը, իմ մարմինը ինձ գցել էր այդ փոսի մեջ։ Ու ես մտածում էի այլևս ելք չկա։ Ելքը ինքն է, դուռը ինքն է, ճանապարհը ինքն է, հացը ինքն է, ջուրը ինքն է, ավելցուկով կյանքը ինքն է ամեն ինչի մեջ, ինչ որ եղավ նրանով եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ամեն։ Եվ հանեց Տեր ինձ տեղից։ Ոչ թե ես լավն էի, տեսեք, ոչ թե ես գնացի եկեղեցի մոմ վառեցի, ոչ թե ես գնացի մեղքերի թողության, ես գնացի ասելու, որ գիտես, եկել եմ սենց, ես ծնկեցի ու ասեցի, ես քեզ չեմ հավատում, բայց եթե դու կաս, արի ու ապացուցի, որ դու կաս, որ դու կենդանի ես, դու գիտեք, որ ուղիղ ու մաքուր հոգի ու սիրտ ունեցողների հետ է Աստված խոսում։ Ինչպես Դավիթ թագավորն էր ասում, ուղիղ սիրտ ու մաքուր հոգի նորոգին ներսիդին Տեր։ Ես չէի կեղծավորվում, բոլորը հավատացյալներ էին, հոգեգաստական եկեղեցում եմ ապաշխարել։ Բոլորը հավատացյալ էին։ Ու հովիվն ասում էր Հիսուսն այստեղ է հիմա։ Ասում է ես եկել եմ ծնկած, բայց ես չեմ հավատում, որ դու կաս։ Եվ իջավ այդ զորությունն իմ վրա, մտավ ստեղից ու մինչև ոտքերիս ծայրը տարածվեց։ Եվ ինչքան դիվային աշխարհ կար իմ մեջ, որ ծառայել էի սատանային, դուրս գնաց ինձանից։ Լսել եք երևի իմ վկայությունը։ Ես ուղղակի կարճ ասում եմ ինչի համար, որ Տերը չնայեց, մեղավոր էի, կեղտոտ էի, մեղքով լցված էի, ինչ էի անում ես այս խարխափած այս խավար աշխարհի մեջ, ում էի ծառայում, ինձ գտավ։ Չէ էլ ասում հավատում եմ, արի ինձ տար, ասեցի չեմ հավատում, արի ապացուցի։ Այսօր այդպես չեմ աղոթում։ Այսօր ասում եմ միայն փառքերը քեզ, որ դու ինձ հանեցիր աշխարհի աղբանոցից, պոկեցիր ու տնկեցիր հոգուտ կյանքի օրենքի մեջ։ Եվ իմ արմատները ոչ թե աղբանոցից են սնվում, այլ երկնքից, որտեղ իմ արմատներն ընդեղից է, որտեղ քո արմատները երկնքում են տնկված։ Եվ ամոթ էլ կլինի, որ մենք ստեղի պղտոր ջրերով սնվենք։ Ամոթ էլ կլինի, որ մենք ստեղի մեղքերը ուտենք։ Ամոթ կլինի եւ ցավ կլինի մեր օրը, որ մենք գալով իրան նորից դառնանք դրան։ Գիտեք ինչքան է սիրում կնոջը։ Գիտեք, ով գիտի օրինակ։ Իսկ եք վախենում, այնտեղ կան։ Շատ է սիրում Աստված։ Երբ որ Ադամին ստեղծեց, ասեց, լավ չի, որ մարդ մենակ լինի, մեկին ստեղծեմ նրա կողքին։ Որովհետև Ադամը մենակ յոլա չէր գնա։ Դի մեկին ստեղծեր, որ երկրորդը լիներ նրա կողքին, որին ստեղծեց գիտեք Կողոսկրից եւ նրան Ադամը անվանեց կին։ Իսկ գիտեք կին ինչ է նշանակում։ Ինչ։ Ահա, ինչի՞ դե հովիվը ասի։ Էլ ինչ է նշանակում կին։ Ինչ։ Օգնական էլ։ Մի ամաչեք։ Ամաչելու բան չկա։ Ասեք, որդ ինչպես պատկերացնում եք։ Ինչպես։ Կյանքի ընկերել։ Հա։ Կյանքը շարունակող, կյանք ծնողել։ Հա։ Ինչ է նշանակում կին։ Այո, ըստ Աստվածաշնչի կինը կոչվեց օգնական։ Հիմա ըստ ձեզ, ով է ուժեղ, տղամարդը թե կինը, օգնականը, որտեղ այն ով որ օգնելու կարիք ունի, նշանակում է նա ավելի թույլ է, քան նա, ով որ պիտի նրան օգնի։ Այդպես է, նորություն չեմ ասում, Աստված այդպես է ստեղծել։ Թողներեն այստեղ գտնվող տղամարդիկ, տղաները, այո, կինն ուժեղ է։ Գիտեք ինչու է ուժեղ, որովհետև կյանքը կնոջից է։ Որովհետև կյանքը կնոջից է։ Ճիշտ է, գլուխը տղամարդն է, նրա գլուխը Քրիստոսն է։ Ասացված կա, չէ, հայկական ասում են իսկ վիզը կինն է, ոնց շարժի, տենց շարժվում է։ Ասում են այդպես, բայց այդպես չի։ Երբ կանգնում են Աստծո առաջ ու պիտի ամուսնության ակտը, հա, կատարեն, հարցնում է եւ կնոջ ասել է Քրիստոսը տղամարդուն, սիրիր քո կնոջը, ինչպես ես իմ հարս եկեղեցուն։
Իսկ կնոջ ասել է, հնազանդ եղիր քո ամուսնուն։ Հետաքրքիր է, ես էսի տարիներ մտածում էի, ինչու կնոջը չասեց սիրի, տղամարդուն ասեց պատիվ տուր։ Տղամարդուն ասեց սիրիր քո կնոջը, ինչպես ես եմ սիրում իմ հարս եկեղեցին։ Հետաքրքիր է, չէ՞։ Գիտես ինչու։ Որովհետև կնոջ մեջ է կյանքը դրված, որովհետև կինն է ծնում, որովհետև երբ քո որովայնում այդ բջիջը սկսում է սաղմավորվել, կնոջ ոսկորներից, կնոջ կերակուրից, կնոջ ներաշխարից ամեն ինչ կինը տալիս է երեխային, ամեն ինչ տալիս է երեխային, ինչպես Քրիստոսը մեզ տվեց ամեն ինչ։ Եվ երկունքի ցավի մասին չասեմ։ Չէր կարող տղամարդը, բայց կինը կարող էր։ Եվ ասեց, եթե դու սիրես, դա իմ կարծիքն է, թե պետք ասեց սիրի, կինը ուզի, թե չուզի, պիտի հնազանդ լինի։ Ամեն։ Կան այստեղ հնազանդ քրիստոնյա կանայք։ Կան, թե չկան։ Նախաբաներ, գիտեք, մինչև բուն խոսքին անցնելը մի պատմություն պատմեն։ Ուրեմն մի կնոջ եւ մի ամուսնու պատմություն եմ ուզում պատմել, այն օրը մեր հովիվն էր պատմում, ծառայություն ունեինք մարտին էլի կանանց հետ կապված, կանանց տոների հետ կապված, սրտիս կպավ, դուրս շատ եկավ այդ պատմությունը, ուզում եմ հիմա ձեզ պատմել։ Թագավորը, երկրի թագավորը առաջարկում է ամուսիններին, մի ամուսին է կանչում, ամուսիններին կնոջը եւ տղամարդուն, կանչում է եւ ասում է, «Էս տարածքը ձերն է», մեջտեղը մի հատ վարակույր է կախում եւ ասում է, «Այս պատին նկարում է ամուսինը, այս պատին նկարում է կինը»։ Բայց վարակույրով փակ է, ամուսինը կնոջը չի տեսնում, կինը ամուսնուն չի տեսնում։ Տալիս են անհրաժեշտ բոլոր պարագաները, եւ կնոջը, եւ տղամարդուն։ Եվ տղամարդը սկսում է նկարել այդ պատի վրա։ Այն մյուս պատի վրա կինը ոչինչ չի նկարում։ Կինը ուղակի վերցնում է, սկսում է մաքրել, սրբել, փայլացնել ուղարկի ոսկու փայլի նման։ Այդ պատը ոչ մի բան վրան չի նկարում։ Իսկ տղամարդը մի հատ շեդևր, գլուխ գործոց է նկարում այդ պատի վրա։ Գալիս է ժամանակը, որ թագավորը պիտի գա գնահատի եւ խոստացված նվերը տա, գալիս է այդ վարակույրը վերցնում են, պտտվում է եւ տեսնում է, որ ուղակի գլուխ գործոց, ասում է, ինչ տաղանդաշատ ու տաղանդավոր ես դու, այս ինչ գեղեցիկ է, ուղակի շքեղություն է, սենց կտավ, սենց նկար, ես դեռ չեմ տեսել։ Գնում է կնոջ մոտ, պատն է նայում, ասում է, այ քույրիկ ջան, ես ինչ ես արել, ոչ մի բան չես նկարել, ասում է բացեք վարակույրը, վարակույրը բացում են, արևի լույսն ընկնում է այդ պատի վրա եւ այն նկարի արտացոլանքը դեպի այն պատը։ Եվ այն պատի նկարը առավելագույն փայլուն ու գեղեցիկ է, քան իրական նկարը։ Կինն այդպիսին է։ Լավն է, չէ՞։ Դու այդպիսինն ես։ Որովհետև քո արածը շատ ժամանակ չի երևում, բայց դու արտացոլանքն ես քո ընտանիքի, դու արտացոլանքն ես քո երեխաների, դու արտացոլանքն ես քո երկրի, դու արտացոլանքն ես քո եկեղեցու, եւ վերջապես խավար երկրի մեջ դու փայլն ես, արտացոլանքն ես Հիսուս Քրիստոսի։ Ամեն։ Փառք Տիրոջը ձեզանից յուրաքանչյուրի համար։ Սիրել եմ այս պատմությունը, կարող եք ամենտեղ պատմել։ Գիտեք, Աստված ոչ մի խտրականություն չդրեց, ստեղծելով արու եւ եք, հավատացեք, որովհետեւ ասես դուք ամենքդ մեկ եք Քրիստոսով, այդպես է, թե այդպես չէ, շատ կրոնավոր եկեղեցիներում ասում են ինչու է կինը խոսում, ինչու է կինը քարոզում, ինչու կինը այսպես, ինչու կինը այնպես, բա ինչ անի կինը, եթե Աստված այդ սերմը դրել է իր մեջ, ինչպես պահի այդ սերմը, չի կարող պահել։
Իրոք չի կարող պահել, ոչ կրակը կարող ես քո մեջ պահել, ոչ էլ այդ խոսքը։ Գաղատացիս 3:23-ում, 28-ում ասում է, այլևս խտրականություն չկա, ոչ արուի եւ էքի, որտեղ դուք ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Ուշադիր եք, ասում է ամենքդ մեկ եք, դա մարդը չի ասում, դա Հիսուս Քրիստոսն է ասում։ Եթե Աստված ասում է դուք ամենքդ մեկ եք, բայց համել տալիս եք կնոջ տեղը կյանքում, ընտանիքում, աշխատանքի վայրում, երկրի վրա, համել տղամարդու տեղը, այնպես չի, որ ասում եմ մեկ եք, բայց կարաս դու դառնաս գլուխ, ինքը դառնա պոչ, կամ դրա հակառակը, որտեղ մի տեղ էլ ասում է, որ մի հակնեք տղամարդու հակուստ, շատերին թվում է տղամարդու հակուստը դա տաբատն է, բայց մեր հակած տաբատները տղամարդիկ չեն հակնի, կան երկրներ, որտեղ փեշ են հակնում, յուբկա, չէ՞։ Ֆիզիկական հագուստի մասին չէր խոսքը, վայն կնոջը, որ իրեք ուզում է գլուխ լինել, կինը պտի առաջին ինչ լինի, ինչի մեջ է մեր կնոջ գեղեցկությունը, եկեք մի հատ զրույցի կարգով անցկացնենք, ինչի, ինչի մեջ է, մի վախեցեք, հավատարմության, 45 տարի ամուսնացած եմ, նոր եմ ամուսնուս կորցրել, ես իմ 45 տարիների մեջ հասկացել եմ, որ կնոջ գեղեցկությունը խաղաղության մեջ է։ Եթե դու խաղաղության դրոշակն ես, և քո ընտանիքում, և քո աշխատանքի վայրում, և եկեղեցում, խաղաղության մեջ մարդը կարողանում է գործել, պատերազմի մեջ չէ։ Խաղաղության մեջ մարդը կարողանում է առաջ գնալ, պատերազմում չէ։ Պատերազմի մեջ կորուստները շատ են, այրունը շատ է, իսկ խաղաղության մեջ չկա կորուստ, կա ավելցուկ, կա շատ, կա ավելին, կա երջանկություն, կա խաղաղություն, կա բերկրանք, կա ցնծություն, այդ քո ասած բոլոր տիտղոսները խաղաղության մեջ են։ Որտեւ եթե մի ընտանիքը կորցնում է իր խաղաղությունը, չի կարող, սիրում եմ, բայց խաղաղ չենք։ Հա? Լավ ենք ապրում, բայց խաղաղ չենք։ Էս ունեմ, այն ունեմ, բայց խաղաղ չեմ։ Խաղաղությունը վեր է ամեն ինչից։ Պատկերացնում եք, երկրում մենք ունեինք պատերազմ եւ ինչքան մարդ կորուստ, ինչքան 5000 երիտասարդներ։ Չհաշված մնացածը, որոնք դարձան, հա, հաշմանդամներ, կիսատ, բրատ, որի ձեռքը, որի ոտքը, պատերազմը դա է, պատերազմը գողանում է, պատերազմը թալանում է, պատերազմը սպանում է, պատերազմը չի տալիս լավ բան, պատերազմը անգամ աղքատացնում է, իսկ խաղաղության մեջ արդեն չեմ ասում ես, դու պատկերացնում ես ինչ է խաղաղությունը, ոչ կա այդ կորուստը, ոչ կա աղքատությունը, ոչ կա այն ցավը, տառապանքը, հիվանդությունը, խաղաղության մեջ չկա։ Եվ երբ որ դու ինչ որ քո ընտանիքում բան ես ուզում որոշել, դու խաղաղության մեջ կարող ես որոշումը ճիշտ անել։ Կռվի պատերազմի են բուրըն, չգիտեմ, անխաղաղության մեջ դու չես կարող ճիշտ որոշում կայացնել։ Լինում է, չէ, որ ինչ-որ բան են ասել ու դու բռնկվում ես, ուզում ես ասել, առաջինը դու խոսքը ասել, քոնը ասել, որտեղ քո եսն է դա, բայց եթե դու մտքումդ մինչև 3 հաշվես, այդ պատերազմը կնստի քո մեջ ու դու խաղաղությամբ կսկսես խոսել ու ասել ճիշտ բաներ։ Ով է այսքան ժամանակ, գժված ժամանակ, բարկացած ժամանակ ճիշտ բան ասել։ Կա ստեղ մեկը, որ ասես ես ճիշտ եմ ասել, չէ, էմոցիաներ պես արել, ասել ես, որ ես էլ կարող եմ ասել, այդ ես, եթե ես ասեի, եթե ես անեմ, եթե ես գնամ, եթե ես լինեի տենց չէր լինի, կլիներ, որտև քո եսը առանց եսեմի ոչինչ չի կարող անել։ Ինք ասեց ես եմ, որ եմ, չկա ուրիշ ես, չկա, հավատա չկա։ Կինը այսօր ստորադասված չէ, այլ առանձնացված։ Հին ժամանակներում ստորադասված է եղել։ Ես հիշում եմ նոր ճանապարհին տղուս հետ էինք խոսում, Պարքևիս հետ, ասում եմ ես հիշում եմ, ես որ մանուկ ժամանակ գալիս էի գյուղ տատիկիս, պապիկիս մոտ, քո հորեղբոր կինը նոր հարսեր, պիտի լվանար կեսրարի ոտքերը ու պիտի հետը չխոսեր։
լուր էր։ Ստորադասված էին հարցները, դրված էին այնպես, որ մանավանդ այս շրջանում, որ հարցը իրավունք չունի խոսալու, կներես, եթե հարցին լեզու, միտք, կարողություն, իմաստություն տվել է Աստված, ով է սկեսրայրը կամ սկեսուրը, որ ասի դու պիտի լռես, երբ ես տանն եմ, ոտերս պիտի դու լվանաս։ Հասկանալի է։ Տեսեք, Քրիստոսը ղենջակը կապեց իր մեջքին ու որոշեց աշակերտների ոտքերը լվանալ, խոնարհություն էր սովորացնում։ Եկավ հասավ Պետրոսին, ասեց, չէ, ես պիտի լվամ, դու ասում ես, որ դու լվաս, հոգևոր խորհուրդ ուներ էդի, ասեց, ինձ հետ պիտի բաժին ունենաս, թե չէ։ Հիմա հարցը, որ լվում է Կեսրարի ոտքերը, ինչ բաժին պիտի ունենա նրա հետ։ Ես դեմ եմ դրան։ Կարող այն ժամանակ լնեի ասեի ես կողմ եմ դրան, բայց եթե կան հիմա էլ նման ընտանիքներ, քավ լիցի։ Հիմա երիտասարդությունը զարգացել է եւ ինձ թվում է մեծահասակներն էլ են սթափ ու լուսավոր մտածում։ Իրավունք չունի խոսելու։ Ինչու իրավունք չունի, երբ Աստված ինքը չստորադասեց կնոջը։ Բոլորին էլ տվեց առանձնահատկություն, տվեց թե չտվեց։ Օրինակ, որ ամուսինդ ինչ-որ բան է որոշում, չի գալիս քեզ ասում, սենց բան եմ որոշել, անեմ թե չանեմ։ Ինչ խորհուրդ կտաս, կլինի թե չի լինի, լավ է թե վատ է։ Երևի շատերի ամուսիններն են հարցնում, շատերն էլ ասում են, այ կնգա մազը կարճ, խելքը կարճ, մազը երկար, խելքը կարճ, ինչ գնամ հարցնեմ իրեն։ Բայց ասեմ, յուրաքանչյուր իրավիճակում կինն ավելի սթափ ու ճիշտ է մտածում։ Իմ ամուսինը սենց մի դևիս ուներ, քանի չէր ապաշխարել, կնոջը լսի նրա ասացի հակառակը արա։ Ասում է, ինչի տղա, կաղա կնիկը քո թշնամին է։ Լսի ու հակառակն արա։ Այնքան հակառակ արիր, հակառակության առաջ կանգնեցիր։ Ծածուկում աղոթեք։ Ձեր սենյակներում ծածուկ։ Ձեր ամուսինների, ձեր որդիների ապաշխարության համար եւ հայտնապես մի օր կտեսնեք, որ նրանք բոլորը դարձին եք։ Ուզում ես փրկվել։ Բալավ ամեն չէր։ Ծածուկում խնդրի ու հայտնապես կտեսնես եւ որդիներդ, եւ ամուսինդ։ Մանավանդ եթե երիտասարդների վրա խոսում են կեսուրները, կեսուրները տել։ Մեզ ավեշտալի դեպք պատմեմ։ Նոր էի ապաշխարել հոգեգալստական եկեղեցում, հետաքրքիր է ձեզ։ Ամուսինս դեմ էր, բայց կեսուրս ավելի դեմ էր։ Մի օր ասես, տղա ջան, ինչ չես արգելում։ Ասա, որ չգնա, դու գիտես ընդ ինչեր են անում։ Լույսերն են անջատում, բլա են անում, դլա են անում, էս են անում։ Ասեց, մամա, վեկած մի օր հետը գնա։ Էդ տերը մնաց է, պակաս ես գնային դե։ Գնամ այդ գժերի մեջ ինչ անեմ։ Վերջը շատ համոզեց, երևի իր հետաքրքրությունն էլ շարժվել էր։ Եկավ մի օր, ես էլ եմ հետդ գալիս։ Հոգեգալստական եկեղեցի եմ գնում, այն որ մաշ չեն կտրում, չեն կսվում, շալվար չեն հագնում, ոչ մի բան չեն անում, մազերը երկարացնում են, չեն էլ խոսում, խոսելու իրավունք էլ չունեն։ Եկավ կեսուրս հետս, դե ես հենց առաջին իսկ օրից Հիսուսին ընդունելուց մկրտվել եմ Սուրբ Հոգով, դեռ բոլորը Սուրբ Հոգով աղոթում են, ամեն մեկը մի ձևի, մեկը ժպտում է, մեկը լացում է, մեկը խոսում է, ինքս ինձ արմացած բոլորը երեսին անայում, թե ես գժանոց եմ ընկե, ուր եմ ընկե, ես ինչ են անում, ես եմ մտքումս ասում եմ, Տեր, խնդրում եմ, աղաչում եմ, պաղոտում եմ քեզ, կպել իր սրտին, ոնց որ իմ սրտին կպար, հələ ես քեզ ասեցի, որ քեզ չեմ հավատում ու դու եկար, ինձ գտար, ինձ քաշ, խնդրում եմ, աղաչում եմ, Տեր ջան, խնդրում եմ, ոչ մի բան այդ օրը։ Ոնց եկել էր պատը, տենց պատել հետ գնացինք, հաջորդ անգամ պիտի գնանք արդեն նորից ծառայության, հա, հարցրեց, ասեց Հայկը, ինչ կար, մաման, դե այ տղա ջան ասեց, մեծ գժանոց, մեկը բլա, մեկը բուլա, մեկը ծիծաղում է, մեկը լացում է, մեկը ծնկել է, մեկը, չգիտեմ, քիթում ռուտնա սրբում, Սուրբ Հոգուն ներկայություն կար։ Ասեց, բա ասում ես, լույս են անջատում ես, չէ, տենց բան չկար։ Տես թուր կարծիք կար, տենց բան չկար, ասեց մյուս անգամ կգնաս, ես աղոթել եմ, որ Տեր անպայման քաշի բեր, հա ասեց, երևի գնամ, տենամ ես անգամ ինչ են անում, հիմա գնում ենք իրար հետ, մեր տանը մոտ էր, ճանապարհին ես սենց աղոթում ասում, Աստված ջան, այսօր դատարկա ձեռն չուղարկես, ինձ իմ խաթր համար, որ իրան կպար է, որ ինքը փրկվեց է, Տեր ջան, էլ ինձ բռնել չի լինի, դուք մի նայեք, որ ես լաչառ եմ, բայց ես շատ խոնար հարց էի, էի, հիմա չէ, որտեղ հիմա ես հարսում եմ։ Մի խոսքով եկանք հասանք տեղ, նստեցինք ծնկած, աղոթում էինք ու Սուրբ Հոգին իջավ իրա վրա։ Հիմա ինքը սենց աղոթում է, թարա, 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 հա, 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 թուրու, 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 հա, 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 հա,
ծիծաղում է, իջնում է, այլ ինքը ծանր կին է։ Ասում ես կնգան ինչ եղավ։ Հիմա ես եմ ասում, ես կնգան ինչ եղավ։ Ու ինքը աղոթում է, կչկչում է, ծիծաղում է, Սուրբ Հոգին իջելա վրա։ Սես նայում է զար դնում է բերանին, զգում է էլի որ ինչա, բայց մեկա չի կարողանում։ Սուրբ Հոգին իրան տարավ, մկրտեց Սուրբ Հոգով եւ այլն։ Հովիվը մոտեցավ, ասեց՝ «Վայ, քույրիկ ջան, դու Սուրբ Հոգով մկրտվեցիր», սես նայեց ասեց՝ «Սուրբ Հոգով»։ Ասեց՝ «Հա», ասեց՝ «Դրա համար էի տենց բաներ անում»։ Ասեց՝ «Այո, ստեղ բոլորը Սուրբ Հոգով մկրտված են»։ Դե ինքը որտեղ ծաղրում էր, չէր հասկանում։ Վերջ եկանք մտանք տուն, ինչպես միշտ իմ ամուսինը մոր խոսքը 100%-անի է։ Մամ ջան, ինչ կար այսօր։ Վայ, ասեց տղա ջան, ես էլ գիտեմ, ես հավատացյալ եմ, խաչակնքում եմ, բուխտով մոմ եմ վառում, խունկ եմ ծխում, ամեն իրիկուն հայրմեր եմ ասում։ Տղա ջան, Աստված լրիվ ուրիշ բան է։ Ասեց ինչա, ասի՞նչ դիլնի, մերը ուրախությունից ծապ էր տալի, թառա տուրու, չգիտեմ ինչ ասի, ոնց որ ինքն էր ձեռք առնում, մամա, դու էլ շարքից էլ ար։ Ասի հլը ուր ես Հայկ ջան, սաղ ցեղդ աս շարքից դուրս գալու։ Եվ փառք Տիրոջ այդ ցեղի համար, այսօր բոլորը շարքից դուրս եկած են, իրանց ասացի նման։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ ամուսնուս կողմը, եւ իմ օնք, ես չէի ասի բոլորը, բայց կարևորը իմ ընտանիքը, ամբողջ ընտանիքը իմ 10 թոռներով Տիրոջ մեջ են։ Փառք Տիրոջը դրա համար եմ ասում, ծածուկում խնդրի, դե հետո որ սկեսուրս եկել էր, տալս պտի գար, տեքորս կինը պտի գար, այն մյուս կողքի դվայորնի տրայորնի տեքոր կնիկները պտի գային, այն մեկը պտի գար, այն մյուսը պտի գար, այսօր բոլորը կյանքի խոսք եկեղեցու անդամներ են։ Ինքը 88 տարեկան է հիմա, ես սա 30 տարվա պատմություն եմ պատմում։ Ինքը լսողության հետ խնդիր ունի, բայց ամեն կիրակի իմ հետ գալիս է եկեղեցի, հատուկ տեղ ունի, այդ մեծ եկեղեցում Ժանետ տատիկը եկել է, կարգ ու կանոնի թուղթը վերցնում է, կարգ ու կանոնը, որ էդ իրա տեղն է, մեկը նստած լինի, սենց աչուձախ կնայի, որ էսով է այն տեղը նստել։ Ինք ասում եմ, մամա, չես լսում, դե նստի տանը, այդ ականջակալները դիր, քարոզը լսի, ասում ինչ ես խոսում, տանը ես Աստծո ներկայությունը չեմ զգում, բայց եկեղեցում զգում եմ։ Եվ իրոք, ճիշտ է ասում ինքը, ասում է հետո օրինակ ճանապարհին խոսում ենք, ասում եմ դու հասկացար այսօրվա քարոզը, ասում եմ ես բան չեմ լսում։ Ես վայելում եմ Աստծո ներկայությունը։ Հիմա հասկանում եք ինչումն է կարևոր 88-89 տարեկան կինը, ինքը այդքան տարի առաջ ապաշխարել է, չի ուզում եկեղեցուց կտրվի։ Ինքը չի ուզում։ Իսկ շատ ժամանակ դու ալարում ես, քնից արթնանաս, կամ գործ ունես, լվացք ունես, տունտի մաքրես, էդի կանես։ Այդ ամենը կլինի ժամանակին։ Քո ժամանակի թանկ մասը, սիրելի մայր, քույր, չգիտեմ ինչ ասեմ, հորաքույր, մորաքույր, տալիս ես բոլորը ում։ Աստծուն, միայն Աստծուն։ Մի պատմություն էլ պատմեմ, ով է քրիստոնյա կինը, ինչպիսին պիտի լինի քրիստոնյա կինը։ Հիմա որ հարց տամ, էլի ամեն մեկըդ կպատասխանեք մի բան, պիտի լինի խոնար, պիտի լինի այսպիսին, այնպիսին։ Մենք ճիշտ գիտենք, չէ՞։ Բայց այդ ամենի հետևում պիտի կանգնած լինի մեր գործողությունները։ Ինչպիսին պետք է լինի քրիստոնյա կինը։ Ես ասում եմ քրիստոնյա։ Կինը պետք է լինի, գիտենք, բայց քրիստոնյա կինը ունի առավելություն եւ քրիստոնյա կնոջ դերը ավելի մեծ ու ավելի շատ է։ Խանութում մեծ հերթ է լինում, շատ տարեց մի կին կանգնած է այդ հերթի մեջ։ Եվ հասել է համայրը այդ կնոջ հերթը, ինքը երկրորդն է թե երրորդը կանգնած, մի տղամարդ հետևից բղավելով գալիս է, այս կնոջը հրում, այս տարեց կնոջը, ու ասում, որ դու ես եկել կանգնել այդտեղ, քո հերթը վերջում է, գնաս տեղից։ Այս կինը նայում է այս տղամարդուն, ոչ մի բան չի ասում, պտտվում է, արդեն հասել է համայրը հերթը ու գնում է երկար հերթի ամենավերջում կանգնում է։ Բոլորը զարմացած նայում են այս կնոջը։ Այս տղամարդու խղճմտանքի վրա ծանրանում է իր ասածը, գնում է ասում է տիկին, գիտես, որ ես գիտեի դու քրիստոնյա ես, և որոշեցի փորձեմ, արդյոք դու քրիստոնյա ես։
Ես հիմա ներողություն եմ խնդրում, ես համոզվեցի, հաստատ իմացա քո գործողությամբ։ Կարող էր չէ հակաճառել, իր ճիշտը պահանջել ու ասել, որ ոչ, սա իմ հերթն է եւ այլն եւ այլն։ Օրինակ ես լնեի տենց կանեի։ Հա, լուրջ եմ ասում, կասեի իմ հերթն է։ Պահանջատեր եմ ես մի քիչ։ Բայց այս կինը գալիս է, կանգնում է տեղ, ներողություն է խնդրում, ձեռքից բռնում ամենաառաջն է կանգնեցնում այս կնոջը, այս կինը իր առևտուրն անում է, այս կնոջը ինքը ճանապարհում է դեպի տուն, մինչև տուն տանում է այս կնոջը, ասում է, գիտեք, ինձ համար դու մեծ ու քրիստոնյա կնոջ օրինակ եք, ես էլ եմ քո Քրիստոսին ուզում։ Շատ ժամանակ պետք չի, որ մենք ասենք, գիտեք, ես քրիստոնյա եմ, այն էլ քրիստոնյա կին եմ, մեր վարմունքը մեր ընտանիքում, մեր վարքագիծը մեր աշխատանքի վայրում, շատ է լինում, գիտեք, աշխատանքի վայրում, որ դու արժանի չէիր դրան, բայց քեզ ապտակում են, ֆիզիկական ապտակի մասին չի խոսքը, քո ոտքը տրորում են, կամ հարում են, ավել պակաս բաներ են քո հասցեին խոսում, կամ թեկուզ ազգության մեջ, ընտանիքի մեջ, չէ եղել է, որ դու հեչ կապ չունես դրա հետ, բայց որտեղից գալիս այդ գնդակը քո գլխին է կպնում, գալիս ընկնում է քո վրա, մեկ այդ ցեխը շպրտում են քո վրա, ինչպես ես վարվում դու, որպես կին քրիստոնյա, ինչ ես անում դու, ինչ ես մտածում, ասեմ մի գաղտնիք, եթե քո ամբողջ էության մեջ, մտքից, սրտիդ, հոգուտ էության մեջ լցված է Քրիստոսն իր խոսքով, քեզանից դա է դուրս գալու։ Իսկ եթե դեռ չկա էդի քացախն է լցված, քեզանից այդ դառնությունն է դուրս գալու։ Նենց պատասխան տամ, որ փոշմանեն, նենց անեն, որ ինքը փոշմանի, որ ինքը այդ խոսքը ինձ ասել է, այդ ում ես ասել, ինձ ես ասել, ես արժանեմ, վերցնում ենք Աստծո խոսքը, ամեն պարագայում քեզ մեղավոր ճանաչի, մեղավոր չես, բայց խոսքն ասում է, ամեն պարագայում քեզ մեղավոր ճանաչիր, Տեր, ես մեղավոր եմ, գիտես, երբ որ դու թույլ չես տալիս, անել այն ինչ որ քեզ արել են, ոսկե կանոնը քո սրտի տախտակների վրա գրված է, այնպես ինչպես կամենում են քեզ անեն, այդպես էլ դու մարդկանց արա, ինչպես ես կամենում, քեզ սիրեն, հարգեն, պատիվ տան, չբամբասեն երբեք, չէ քեզանից, երբեք, բայց եթե եղել է դա, եթե դու ես այդպես պատասխանում, ինչով ես նրանից տարբերվում ես, իհարկե ոչ, սա քրիստոնյա կնոջ ճիշտ վարվելակերպն ու ապրելակերպն է, հավատացեք, քո եսը քեզ լավ տեղ չի տանի, որքան էլ դու ճիշտ ես, որքան էլ դու արդար ես, որքան էլ այն, որ ինչու էլի, Տեր որտեղից եկավ սա ինձ կպավ, փորձում է Աստված քեզ։ Եթե այդ կրակը չգա, ոսկին ոսկի չի դառնա, մետաղները կմնան այդ ոսկու մեջ, իսկ եթե այդ կրակ է եկել, վառում է ու այրում է քեզ, թույլ տուր թող մինչև վերջ վառի ու այրի, որ այդ երկաթը, պղինձը, ավել այդ մեղքերը քեզանից դուրս գան ու գնան, իսկ երբ որ դու այդ չարին բարով ես պատասխանում, դու նրա գլխին կայծեր ես դիզում, տեղերը չեմ կարդում, բայց Աստծո խոսքով եմ ասում, ինչ կայծեր, կայծից է բռնկվում կրակը, վառում, հալում, թափում է ամեն բան, այդպես է, թե այդպես չի, ուրեմն կայծեր դիզիր նրա գլխին, որովհետև մի գուցե սիրելի քրիստոնյակին, դու այն հարևանուհին ես, որի փրկության առիթը դու ես դառնում, նոր երեխեքը բերում են ինձ, ասում եմ, մեր նրբանցքը տեսակ, ստեղ ապաշխարել են բոլորը, Տիրոջ շնորհքն է հանգած, Տիրոջ շնորհքն է իջած, Գիտես ինչու, որտև եկել է պահեր, որ ես կարող էի ասել, հարևան ունեմ մի հատ, հիմա Լենինգրադում է ապրում, ասում էր, այ քուրիկ ջան, Սիրանուշ ջան, ախր չեղավ սենց, այս փողոցում ձայնը չենք լսում, ղժղժում էիր, ճվճվում էիր, սրա վրա էր խոսում, նրա վրա էր խոսում, ինչ ապաշխարել ես, ձայնը դուրս չի գալիս, ասում էլը փորձի դու էլ ապաշխարել, քո ձայնն էլ դուրս չի գա, ոչ թե դու քեզ զսպում ես, այլ քո ապրելակերպը դառնում է այդպեսին, դու խավարից տեղափոխվում ես լույսի մեջ, իսկ լույսի մեջ դու լիքը բան ես տեսնում, երբ որ դու տեսնում ես, դու ասում ես, ես քրիստոնյա կին եմ, պարտադիր չի ես խոսեմ, բայց ես կարող եմ ինչ լինել, աղուլույս լինել, իսկ աղը եթե անհամանա դառնում է ոտքի կողան, իսկ լույսը ինքը չի գոռում, ես լույս եմ, բոլորը տեսնում են, որ դու լույս ես, այդ պիտի դու լինես սիրելի քրիստոնյա կին, լույս եւ աղ,
համ ու հոտը քո մեջ պիտի լինի, որ բոլորը դեպի քեզ գան։ Ոչ թե դու եկեղեցում լինես քրիստոնյա, տանը չգիտեմ, գազազած կատաղած մեկը, որ ռիսկ չանեն քո երեխեքը քեզ հետ խոսեն։ Դու պիտի լինես օրինակ։ Դու պիտի լինես խաղաղություն բերող։ Խաղաղությունդ կա, դու պիտի լինես սեր, համակ սեր։ Իսկ ինչ եք կարծում։ Աստված ինչ գին վճարեց, որ մենք փրկվեցինք, արյան գին, կյանքի գին, չկա տենց գին, քեզանից այդ գինը չի պահանջում, քեզանից պահանջում է պահել իր խոսքը և ապրեցնել իր խոսքով, ամեն, ընտանիքում ով ունի կոնֆլիկտ, ձեռ մի բարձրացրեք, մտածեք ուղղակի, որովհետև ես գիտեմ, շրջաններում վախենում են իրենց կոնֆլիկտների մասին խոսեն, այդպես է թե չէ։ Ես շատ շրջաններում ծառայում եմ, մոտենում են ականջիս են ասում, այդ ինչ բանի համար աղոթեք, ասում եմ, բայց խոս տենց վախեցած ասում, ասեմ, բեր լույսին, բեր Աստծո առաջ, դե ասում աստեղ ուրիշա չգիտես, դա կդառնա բամբասանքի առիթ։ Ասում եմ եկեղեցում, եւ գիտեք դառնում է, եւ զարմանալին այն է, որ հենց եկեղեցում։ Ցավ է, բայց հենց եկեղեցում։ Իսկ եկեղեցին մի տեղ է, որ մեկս մյուսի ցավը պիտի վերցնենք, որ մեկս մյուսի հոգսը պիտի վերցնենք, մեկս մյուսի մայրը հալալ քույրը պիտի լինենք, ոչ թե նայենք, ծիծաղենք, աչու ձախ ու սկսենք խոսել նրա թերությունից կամ նրա ընտանեկան ծանր վիճակից, կամ այն իրավիճակներից ինչով ինքը անցնում է, այլ դու պիտի լինես այն մարդը, որ սենց խմբով գան դեպի քեզ, ու ասեն ես էս աղոթքի կարիք ունեմ։ Կարող ես մի հատ իմ տուն այցելություն անել, արի մի բաժակ սուրճի շուրջ, ուզում եմ այսօր իմ ընտանիքի անդամներին խոսես, յուրաքանչյուրը, եթե դու եղար այդ լույսը ու դու եղար այդ աղը, հա, դու այդ քրիստոնյա կինն ես, ամեն, իսկ եթե քո ընտանիքում դեռ քո ամուսինը, քո զավակները, կամ չգիտեմ տեքորքին է, տեքր է, բարեկամներդ, ազգականներդ փրկված չեն, իմացի, որ Տերը պահանջելու է քեզանից, աղոթիր, արի եկեղեցի կարդա, ու տես, թե ինչ հետաքրքիր կփոխվի քո կյանքը։ Ուրեմն, ընտանիքում տիրոջ դերը շատ ժամանակ լսել եք, չէ, ասում են տիկին։ Մի օր մի բան էի լսում, ասում է, ես կնիկ չեմ, ես կին եմ։ Հա, վիրավորված այդ կինն ասում է, ես կին եմ, ես կնիկ չեմ։ Ասում է, ինչի կին ու կնիկի մեջ ինչ տարբերություն կա, ասում է, շատ տարբերություն կա։ Ասում է, որն է տարբերությունը, ասում է, դե կինը ինքը տիկին է։ Ինքը այսպես ու թվարկում է ինչ-որ տիտղոսներ։ Իսկ կնիկը, գոգնոցը հակը, մազերը կիսատ պռատ հավաքած, հա, չոստիկներով, լաքոտ շորը վրեն, գազ օջախից վազում է, բաղնիկից վազում է, ննջասենյակից վազում է, գոմից վազում է անդեր, այդի կնիկա։ Սրա մեջ կա, չէ՞ ճշմարտություն։ Ուրեմ, ես կխնդրեմ սիրելի քրիստոնյակին, որ դու լինես տիկին։ Ինչու, որոշ տեղերում հարցնում են ինչպես է ընտանիքդ, այսինքն հարցնում են ինչպես է կինդ, ինչպես է տիկինդ, բնակ ես եղել եմ արտասահմանում, մի քանի տեղեր, այնտեղ ասում են տիկինդ ինչպես է, պարսկահայերն ասում են մոմեկ պոպետ աշխատում են, ինձ էլ թվում է, թե աշխատում են, ասում եմ, չէ, չեն աշխատում, ասում է, չէ, գործում են, ասում եմ, չէ, չեն գործում, ասում է, ոնց, մերել են, այսինքն տարբեր տեղեր, տարբեր հասկացողություն կա, գործում են, դու մտածում ես, գործի են գնում, ինքն ասում է, չէ, եթե մերել է, չեն գործում, հիմա գիտեք, տարբեր տեղեր տիկին բառը նշանակում է, գլխի կընկնեք ինչ, թագուհի, այստեղ նստած են թագուհիները, բացապահարեք ձեզ, ես ինձանից հորինած ոչինչ չեմ ասում, կարդացել եմ, պրպտել եմ, գտել եմ, որոշ տեղերում ասում են տիկին, որը նշանակում է թագուհի, հիմա քեզ պատկերացնում ես թագուհի, եկեք վերցնենք աշխարհիկ մի հատ թագուհու,
Մեկ էլ վերցնենք այն կնոջը, որ առավոտ 6-ին կթում է այդ ոչխարագառա, ես չգիտեմ ինչա, ու ճանապարհում է։ Ուր են գնում արոտ են գնում։ Իրիկունն է 6-ին 6:30 սպասում է, որ պետք է գա կթի նորից ու տանի գոմ։ Կալոշներով, գոգնոցով, մազերը կիսատ պրատ հավաքած։ Ես չգիտեմ, ճաշ ընդեղա երում, երեխեն ընդեղա լացում, այն ինտեղ ինչ որ բանի պետք ունի, ամուսինը գործից եկել ապտի վազեվազ ինքը հասցնի եւ նա ու գա ուժասպառ ընկնի։ Այդտեղ թագուհի մնաց։ Այդտեղ կնիկ էլ չմնաց։ Ուր մնաց թագուհի մնա։ Տենց է թե տենց չի, բա դարձեք թագուհի։ Ես չեմ ասում կովը մի կթեք, ով որ ունի կթելու։ Ով որ ունի կթելու, ով որինի անելու։ Երբ որ դու քո ժամանակահատվածը ուշադիր ես ինչ եմ ասում, գործողություններդ, գործունեությունդ, հարաբերություններդ հանձնում ես Սուրբ Հոգու ղեկավարությանը, ինքը տանում առաջ, դու դառնում ես թագուհի։ Եվ ճաշը տա հասնում, եւ տան աշխատանքն է հասնում, եւ են մյուսը, ու դու տենց ուժասպառ չես գալի։ Ամուսին դել տուն է գալի, ասում վայ ես ում թագուհին է։ Ասում ես քո թագավոր ջան։ Շոյվում է ոնց ես թագավոր եմ։ Բա որ ես թագուհին եմ, դու թագավորն ես։ Թագու կողքին է լինում թագավոր։ Մեկը ծիծաղում հասնա տենց բան ասեմ, ես ինչ կլինի։ Տենց է թե չէ, բայց այդպես է, ասեմ իմանաք։ Վայ Հայկ ջան, էլի քեզ հիշեցի, որ գալիս էր տուն ասում էր, հա, սիրունս, այսօր ոնց է անցել օրդ։ Ասում է, այ տղա, ես մենակ սիրուն չեմ, գեղեցկուհի, առաքին ես։ Այ մարդ, ես քո նման լեզվի մասնագետ չեմ, ինչքան հոմանիշ կա, գեղեցիկ բառի դու քեզ ասում ես։ Գրի դոշից վրա որ կամ կարդամ հերթով։ Կատակ էր սա մի փոքր, բայց եղիր թագուհի։ Թագուհին մենք պատկերացնում ենք թագգլխին, շքեղ հանդերձները հակը, չէ, իր առջև դնում են, վերցնում են, ինքը կերակուր չի պատրաստում, բայց մենք կարող ենք լինել այն թագուհին, որը տան մեջ եւ ծառա է, եւ թագուհի։ Խնդրում եմ քեզ, սիրելի քույրս, մայրս, ինչ ասեմ, սիրելի ընկերուհիս, սիրելի քրիստոնյա քույրիկս, երբեք քեզ չթերագնահատես։ Եթե դու Տիրոջ հետևից ես գնում ու տնկվում ես Տիրոջ տան մեջ, դու հենց այդ թագուհին ես։ Բաց մի թող, ես քեզ խնդրում եմ եւ ես քեզ հորդորում եմ։ Երբեք չմտածես, ճաշդ մնաց, տունդ մնաց, տեղդ մնաց, լվացքդ մնաց։ Էդի հետո էլ կարող ես անել։ Բայց այն ժամանակը, երբ որ Քրիստոսի հետ պիտի անցկացնես, դու եթե չես եկել, ճաշն ես եփում, ճաշդ մի քիչ շուտ եփի։ Ես չեմ ասում մի եփի գործ մի արա։ Ես մենակ եմ ապրում, բայց միևնույն է իմ գործը չի վերջանում։ Բայց առաջինը Տիրոջը։ Առաջինը Տիրոջը։ Առաջինը իրան մնացածը ինքը կարգավորելով տանում առաջ, սիրելի թագուհիս։ Ուր այն մեր գեղեցկուհին այդ նամակը կարդաց եւ տեսակ թե ինչ սիրելի, ինչ հաճելի բառերով էր Տերը դիմում իր դստերը, էդի դու էիր։ Երբեք քեզ չթերագնահատես։ Ծննդոց 2:25-ում Ադամն ու իր կինը մերկ էին ու չէին ամաչում։ Պատկերացնում ես։ Քեզ հեչ պատկերացնում ես, տկլոր վազում ես։ Տկլոր եկել ես եկեղեցի։ Տկլոր գնացել ես գործի։ Ասում մերկ էին, Աստծո խոսքն է ասում։ Հիմա ծիծաղում ենք, չէ՞, բայց ծիծաղելի չէր։ Ուշադիր եք։ Ադամն ու իր կինը մերկ էին եւ չէին ամաչում։ Ծննդոց 3:6-ում ասում է, կինը տեսավ Ադամը չէ, կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար եւ հաճելի էր աչքերին եւ որ ծառը ցանկալի էր նայելու համար։ Ուշադիր եք։ Եվան տեսավ։ Ադամն եկավ, կողքով անցավ, պտտվեց, գնաց։ Ոչ էլ տեսավ։ Ոչ էլ պետք էր որ տենար, ոչ էլ մտքով անցավ որ տեսնի։ Որտեղ որ մենք նայում ենք Ադամն ու Եվան, իրանք ինչ էին անում, պտտվում էին, տեղ Աստծո հետ անգամ խոսում էին, շփվում էին եւ այլն, չէ՞, բայց 6 խոսքում ասում է կինը տեսավ։
Կինը տեսավ, կինը շատ բան է տեսնում, կինն ավելի է տենում, առավել է տեսնում, տղամարդը այսպես է տեսնում, կինը այսպես է տեսնում, ինքը չի էլ նայում ընդեղ, բայց ինքը դա տեսնում է, կինը տան մեջ առանց զավակի հետ խոսելու տեսնում է նրա կյանքը, ինքը տեսնում է զավակը ինչով է անցնում, զավակը ինչի մեջ է, ինչով կարող է օգտակար լինել, երբ ամուսնու հետ կիսվում է, ամուսինն ասում է հորինեցիր էլի քեզանից, ինքն է ասել, պարտադիր չի ասի, կինը տեսնում է, կինն ամեն ինչ է տեսնում, եւ ասում է հաճելի էր աչքերին ուտելու համար, չէ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար եւ հաճելի էր աչքերին եւ որ ծառը ցանկալի էր նայելու համար։ Գիտեք ցանկալի բառը ինչ է նշանակում։ Ցանկալին բաղձանքի առարկա է նշանակում։ Այսինքն բաղձալի առարկա հանդիսացող բան է ցանկությունը։ Տենչանք է ցանկությունը, ախորժելի է, դուրեկան է, հաճելի է, այս ամենը կինը տեսնում է։ Կինը այդ հաճելին տեսնում է, որ ինքը տենչալի է, ախորժելի է, դուրեկան է, հաճելի է, այսինքն իր տեսողությունը լավ է, լսողությունը լավ չէր։ Աստծո խոսքը լսելուց հետո ինքը չպետք է լսեր անօրենի խոսքը։ Բայց հետաքրքրությունը շարժվեց, կանայք նաև հետաքրքրասեր են, ամեն, կինը իր բնույթով, իր էությամբ, նոր ասեցինք, չէ, շատ ուժեղ է, և Աստվածաշնչում մի տեղ կա, որ առաքինի կին ով կգտնի, կարդացել եք այդ տեղը, ով կգտնի առաքինի կին, չկա, չէ, տենց, նա ավել է, նա այսպես է, նա այնպես է, նա այնպես է, ասում է, թե չի ասում խոսքը, ասում է, անպայման ասում է, ես այստեղ ուզում եմ ձեզ համար այդ տեղը կարդալ, չեմ կարում գտնեմ, որտեղ եմ գրել առաքինի կնոջ մասին, հա, Առակաց 31:10, ծանոթ է ձեզ, առաքինի կին ով կարող է գտնել, նրա գինը գոհարներից շատ ավելի է, 1:30, սուտ է վայելչությունը, և ունայն գեղեցկությունը, այն կինը, որ երկյուղում է տիրոջից, կգովաբանվի, ուշադիր եք, սուտ է վայելչությունը, մենք էլ էինք ժամանակին, ես հիմա 65 անց կին եմ, երիտասարդ էի, 20 տարեկան երբ ամուսնացա, ավելի վայելուչ, ավելի գեղեցիկ, ծաղկած, ավելի երիտասարդ, ավելի խելացի, անցավ այդ տարիները, ծաղկի պես է մարդու կյանքը, բացվում է, չորանում, հետքն էլ չի մնում, այդպես է, թե այդպես չի, սուտ է վայելչությունը, ունայն գեղեցկությունը, այն կինը, ով երկյուղ ունի Աստծուց, ոչ թե վախենում է, որ Աստված կտա իրան կսպանի, կամ վատ բան կանի, Աստված սիրող հայր է, չի անում երբեք, եթե ինչ-որ իրավիճակների մեջ հայտնվում ես, դա անում է, Աստված չի, ընդհակառակ իր անունը կանում է, քեզ այդ վիճակ, գիտեք ինչ է, ով որ երկյուղում է տիրոջից կգովաբանվի, կա ձեր մեջ մարդ, որ երկյուղ ունի Աստծուց, թափահարի իր ձեռքը, ես կեսը, թափահարեցին կեսի պետքն էլ չի, երևի չեք երկյուղում Աստծուց, եթե ասվում է մի բան, մի վախեցեք, ես երկյուղում եմ, գիտեք ինչու եմ երկյուղում, որտև ես գիտեմ ամեն բան իրենից իրենով դեպի իրան է, ես առանց իրեն ոչինչ չեմ կարող անել, և ես չեմ ուզում մեղ գործել և իրա փառքից ընկնել, երկյուղում եմ, եթե այդ բանը ես պիտի ասեմ, 1000 անգամ մտածում, չափում, ձևում եմ, նոր ասում եմ, որտև խոսքի զորությունն էլ եմ զգացել, հռչակում ես այդ խոսքը մարմին է հագնում, կյանք է դառնում ու անդրադարձ անում դեպի քեզ, գալիս է դեպի քեզ, ասում ես ինչի ես վիճակների մեջ, հետո հիշում ես, ախր դու ես դավանել էդի, ախր դու ես ասել այդ, որտև ես օդիշխան ինքը բռնում է այդ խոսքը հակառակ քեզ օգտագործում է, և հիշեք սիրելի քրիստոնյա կանայք, ինչ եք խոսում, ինչ եք հռչակում ձեր, որ բարկացած ես ու նեղված ամուսինների կյանքում, ինչ եք խոսում ձեր զավակների կյանքում, ինչ եք ասում նրանց, ինչ ես ասում շրջապատիդ մեջ, և դու բարկացած ես, նեղացած ես, քեզ նեղացրել ես, ինչ է քեզանից դուրս գալիս, երբ քեզ ճզմում են, անուշահոտություն, թե դավաճանություն, սեր, թե ատելություն,
Օրհնություն թե բամբասանք։ Իսկ բամբասանքը ընդհանրապես քանդում է յուրաքանչյուրիս տունը, կլինի տղամարդ, թե կլինի կին, կանգնեցնում է մեր օրհնությունները, որը դարձել է արդի ժամանակի մեղք, մեղքի վարձքը մահ է։ Մարդուն ասում է, աղջի, Վարդուշի աղջիկը էսինչն է, սենց բան է արել, վաղը երևի կխոսեմ այդ մասին։ Ոյ աղջի, հավաքվում են 5, 10, 20 հոգի սկսում են քննարկել էդի։ Էս ինչ բանն արել, շնություն արել, ասենք, բաժանվել է շնություն արել։ Բայն որ դու հիմի եկել ես ու բամբասում ես։ Էդի նույնը չի Տիրոջ առաջ։ Աստված ասում է մի բամբասի, մի գողացի, մի շնացի, մի ստի։ Մի, ոչ թե ասում է եթե կարող ես։ Կամ խնդրում եմ մի արա։ Հրաման է տալիս։ Կանաց մեջ շատ է էդի։ Բայց դու քրիստոնյակին ես։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բանի մեջ հայտնվում ենք, ես մարմնի մեջ ենք ու աշխարհի մեջ ենք։ Դու միշտ ասա, ես քրիստոնյակին եմ։ Ես չեմ կարող հավասարվել նրանց։ Գնում ա բամբասանք, դարձել եռացող ջուր, ու լցրու քո սառը ջուրը այդ եռացող ջրի վրա, ինքը մի անգամից կանգ կառնի։ Մի մտի դրա մեջ։ Եվ քրիստոնյա կնոջ մասին Աստվածաշունչը շատ տեղեր է ասում։ Առակաց 19:4 վերջացնում եմ արդեն, ասում է ուշին կինը, Առակաց 12:4 առաքինի կինը, Առակաց 11:16-ի շնորհալի կինը, Առակաց 14:1 իմաստուն կինը։ Եվ Առակաց 18:22 խոսքում ասում է առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։ Ուշադիր եք, սիրելի թագուհիներ, առաքինի կինը, կին գտնողը բարիք է գտել։ Կներես, եթե այդ բարիքը քո ամուսինն ու քո ընտանիքը գտել են, այդ բարիքը կթողնեն իրանց ձեռքից գնա, կշահեն, կպահեն, կսիրեն, կփայփայեն։ Հա? Եվ դու Տիրոջից բարեհաճություն ես գտնում, ամեն։ Եվ Առակաց 19:14-ը տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից։ Օժիտ տվել են ձեզ։ Ինձ էլ են տվել, մինչև հիմա սրբիչները մնում են, 45 տարի անց է, են վաղ շատ էին տալիս։ Ասում է տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը, ասա ուշիմ կինը, էլի ասա, հասկանում ես չէ ինչա ուշիմ կինը, ուշադիր կինը Աստծո խոսքին, ուշադիր կինը Աստծո խոսքը պահողը, Աստծո խոսքը լսողը, Աստծո խոսքը կատարողը, ուշիմ կինը Տիրոջից է, ամեն, փառք Տիրոջը, ես ուզում եմ սահմանափակել, որտեղ մենք դեռ էլի գործում ենք, ծափ տվեք Աստծուն, գոհացեք Աստծուց, ես չգիտեմ որքան, ինչպես, ոնց, որտեղ, ինչ ձևի, բայց ես հոգով տեսնում ու զգում էի, որ շատերի սրտերում ու շատերի մտքերի մեջ վերանորոգում ու բժշկություն էր գնում։ Հոգևոր ոլորտում Սուրբ Հոգին բժշկում էր։ Ասա ես թագուհի եմ։ Ես քրիստոնյակին եմ։ Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսին։ Եկեք խոնարհենք մեր գլուխները, ալելույա Տեր, շնորհակալ ենք Տեր այս ժամի այս վայրկյանի համար, շնորհակալ ենք կենդանի խոսքիդ համար, գնահատանքի համար, շնորհակալ ենք քո մեծ անսահման սիրո համար, ո հզոր Աստված, քո Սուրբ Հոգով դու կարող ես բժշկել ամեն մեկին, ով ունի այդ կարիքը, ամեն մեկի շնչի ոլորտը, միտքը, կամքը, զգացմունքները, Տեր, ցանկություններն անգամ դու կարող ես բժշկել, եւ այս ամբողջ փոքր հոտը քո ձեռքերի մեջ է, եւ ասում ենք Տեր, արա այն, ինչը քո կամքն է, իսկ քո կամքը բարի կատարյալ ու հաճելի է Հիսուսի անունով, ամեն, փառք Տիրոջը։